Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հունիսի 10-ն է եւ այս հաղորդումը չափազանց կարեւոր է այն առումով, որ մենք հիշում եք երեք ինչ էինք խոսում եւ ահա Փաշինյանը անցավ կոնկրետ գործողությունների։ Այն բանից հետո, երբ որ մենք արդեն ավարտել էինք մեր երեկվա հաղորդումը, ես տեսա նրա կոչը Facebook-ում եւ հստակ դարձավ մեկ բան ինձ համար, որ չէ, այլևս բոլոր տեսակի խաղերը ավարտված են, բավականին վճռական է տրամադրված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի լուծի Գարեգին Բ-ի հետ կապված խնդիրը, այն խնդիրը, որը որ ինքն էր բարձրաձայնում, վերջին կարելի ասել նույնիսկ շաբաթների ընթացքում, քանի որ արդեն տևական ժամանակ է, կարծում եմ 10 օրից ավել է, այս հարցը բավականին լուրջ ձևով քննարկվում է եւ նրա խոսքից, երեկվա խոսքից, այսօրվա խոսքին էլ կանդրադառնանք, թե կոնկրետ ինչ ծրագիր է ինքը առաջարկում հարցի լուծման համար, երեկվա խոսքից հստակ պարզ դարձավ, որ ինքը շատ վճռական է տրամադրված եւ ասում է, որ կոնկրետ արդեն որպես փաստով ոչ թե հարց է տալիս, ոչ թե կասկածներ է ստեղծում հասարակության մոտ, այլ կոնկրետ փաստով ասում է, որ ինքը զավակ ունի եւ ուխտը խախտած, ուխտը դրժած քահանա հոգեվորական է։ Նրա խոսքերով սա փաստ է, եթե Գարեգին երկրորդը փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ, երեք գրել էր Նիկոլ Փաշինյանը։ Եվ շարունակելով միտքը նա ասում է, որ ըստ այսմ համաձայն հայ առաքելական եկեղեցու կանոնակարգի Գարեգին բան չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, այսինքն ժամանակի նույնիսկ եպիսկոպոս եւ արքեպիսկոպոս չէր կարող լինել, հետեւաբար չէր կարող ընտրվել նաեւ ամենայն հայոց կաթողիկոս։ Եվ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Այս նախադասություններից մենք հստակ հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը որքան վճռական է տրամադրված, այսինքն կարծես թե ինքը ասում է եւ հստակ է շատ ասում, որ հետընթաց այլևս չկա եւ ինքը մինչեւ վերջ փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի Կտրիչ Ներսիսյանը ազատի Վեհարանը։ Եվ շարունակելով միտքը ինքը ասում է, որ որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևոր, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգևոր ժառանգությանը ամեն արժեքին, ամեն մասունքին, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ունենա նորընտիր կաթողիկոս, ում բարևարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ կստուգվի եւ հաստատված կլինի։ Դրանից հետո ինքը արդեն կոչ է ուղում հայ առաքելական եկեղեցու հետևորդներին, հələ մենք երեկվա իր կոչի մասին ենք խոսում, այսօրվան ավելի հետաքրքիր է, եւ որտեղ արդեն ինչպես նշեցի ծրագիրը կոնկրետ առաջարկվում եւ վերջում նա ասում է երեկվա իր կոչի մեջ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որևէ իրապես սրբազան հոգեվորականի ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Այսինքն այստեղից մենք հստակ հասկանում ենք, որ կարծես նույնիսկ ակնարկ կա Սիրո Թավշյա հեղափոխությանը այս խոսքերի մեջ, ամենայն դեպս ես դա տեսա, համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատագրելու գաղափարի մասով, այստեղից արս դարավ արդեն 3 հստակ սիրելի հայրենակիցներ, որ Փաշինյանը շատ լուրջ է, ինչպես արդեն նշեցի, տրամադրվել եւ հստակ ծրագիր է մշակում, այսինքն այդ խոսքերից հետո պետք է արդեն կոնկրետ գործողություն առաջարկվեր, թե ինչպես է դա տեղի ունենալու։ Հակառակ պարագայում կարծես թե այդ կոչով ինքը ուղղակի ասում էր մարդկանց դուրս եկեք, ովքեր որ հավատք ունեք, գնացեք ցույցի նման ինչ որ շրջափակման նման մի գործողություն անցկացրեք, պահանջեք կաթողիկոսի հրաժարական, բայց ես հստակ պատկերացրի, որ անպայման ծրագիր է ներկայացնելու Նիկոլ Փաշինյանը, ինչը եւ այդպես էլ եղավ։ Հիմա առաջարկում եմ լսել, թե ինչ հայտարարություն է այսօր արել, այսինքն ինչ գրառում է արել իր Facebook-յան էջում Նիկոլ Փաշինյանը, որը որ արդեն ավելի հստակ է դարձնում, թե մոտավորապես ինչ ճանապարհով է գնալու Նիկոլ Փաշինյանը, որպեսզի նոր կաթողիկոսի ընտրություններ տեղի ունենան։ Ոչ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատացյալներին, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու սիրելի հավատացյալ հետևորդներ, որպես ձեզանից մեկը դիմում եմ ձեզ
Մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Այս փուլում պետք է ստեղծենք համակարգող խումբ, վերոնշյալ օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու այն հետևորդները, ովքեր a. իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը, Հիսուս Քրիստոսին, b. գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը, g. վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահել են մեծ պասը, d. ամեն օր աղոթում են, e. հավատում են, որ Մայրաթորի նորոգման օրակարգը բխում է հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից և համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդույթին։ Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգևորականներ։ Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։ Համակարգող խմբի առաջին մեստու անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա, վերոնշյալ չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։ Հետագայում խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը և այլ հնարավոր հարցեր։ Հասկանում եմ, որ համակարգող խմբի անդամության վերոնշյալ չափանիշների մեծ մասն օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, զրույցներում, Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով։ Վերոնշյալ չափանիշներին համապատասխանելու պարագայում, խնդրում եմ համակարգող խմբի կազմում ընդգրկվելու համար ձեր անուն ազգանունը, փոստի համարը ուղարկել փոստի հասցեին, ահջիկ տողում գրելով «Համակարգող խումբ»։ Խնդրում եմ կարճ գրել նաև ձեր մասնագիտության և կամ զբաղմունքի մասին։ Համակարգող խմբի ձևավորումը տեղի կունենա աշխատանքային կարգով, մինչև խումբն ինքը կորոշի հայտարարել իր մասին։ Մեր այս գործունեության ընթացքում գայթակղության բազմաթիվ խոսքեր են հնչելու, մեզ մեղադրելու են ամենատարբեր մեղքերում։ Այդ ամենին նայեք ձեր հոգու աչքերով, լսեք մեր կենդանի Տիրոջ, Հիսուս Քրիստոսի ձայնը և առաջնորդվեք ըստ այդմ։ Մի փոքր արևմտահայերին նման էր ընթերցում մեր հարստական բանականությունը, բայց կարծում եմ շատ լավ էր, եւ այստեղից մենք ավելի պարզ հասկանում ենք, թե ինչ գործողությունների է դիմելու Նիկոլ Փաշինյանը։ Իր էլեկտրոնային հասցեին, մեյլին պետք է դիմեն տարբեր քաղաքացիներ, ինքը արդեն նշեց, որ պետք է անպայման գոնե մեկ անգամ ընթերցած լինեն Աստվածաշունչը։ Ավետարանը կարծում եմ շատերն են ընթերցել, բայց Աստվածաշունչը ավելի բարդ է եւ հնարավոր է ոչ բոլորն են ընթերցել։ Մնացած հարցը կոնկրետ ասում էր նա, որ պետք է մարդ մեծ պահ պահած լինի 5 տարի գոնե թե առաջ, 5 տարվա մեջ մեկ անգամ, դա էլ իր ընտրությունն է, մարդը առողջական պատճառներով չի կարող պահել երկար ժամանակի մեծ պահ, բայց իմաստը այն էր, որ մարդ պետք է հավատքով լեցված լինի, հավատք ունենա, որպեսզի կարողանա ընդգրկվել այդ խմբում եւ նոր ընտրություններ տեղի ունենան։ Բայց թե կոնկրետ ինչպես է անցկացնելու այդ ընտրությունները, դեռևս ինքը կրկին փակագծեր չի բացում։ Դեռևս կոնկրետ ծրագիրը այն է, որ հիմա խումբ է ձևավորելու եւ ես պատկերացնում եմ, որ այդ խումբը ձևավորվելու է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ Սփյուռքով մեկ, հետո արդեն ընդհանուր երևի եկեղեցական ժողով է հրավիրվելու, ինչքանով այդ ժողովին մասնակցելու են հոգևորականներ, ինչքանով ոչ, միանշանակ կգտնվեն հոգևորականներ, կարծում եմ նաև սրբազաններ, որոնք կմասնակցեն, մի մասը կլինի, որ չի ընդունի այդ ժողովը, այս ուղղակի հիմա փորձենք արդեն վերլուծել, թե ինչ սցենարով կարող է այդ ամենը ընթանալ, բայց իմ պատկերացմամբ այդ ընդհանուր հոգևոր ժողովը տեղի կունենա, այն կարող է նույնիսկ տևել մի քանի օր, Երևանում կամ Էջմիածնում, դրա անվտանգությունը միանշանակ ապահովելու է պետությունը եւ դա իմ պատկերացմամբ շատ շուտ տեղի կունենա, այսինքն մի քանի ամիսների ընթացքում, առավելագույնը երևի 6 ամիսների ընթացքում, 2-ից մինչև 6 ամիսների ընթացքում ես կարծում եմ, որ այդ գործընթացը կմեկնարկի եւ կավարտվի, հետո արդեն մի փոքր ավելի բարդ process կարող է տեղի ունենալ, փորձում ենք ուղղակի վերլուծել սիրելի հայրենակիցներ, թե ինչ կարող է տեղի ունենալ եւ եթե Գարեգին II-ը ինքը չի հեռանում Էջմիածնից, Սուրբ Էջմիածնից, Վեհարանից, ապա նրան կհայտարարեն արդեն ոչ լեգիտիմ կաթողիկոս եւ կփորձեն այլ մեթոդներով հեռացնել
Գարեգին երկրորդին։ Երևի թե այսպես այս սցենարով տեղի ունենալու հիմա մեկնարկ առնող գործընթացը։ Ամենայն դեպս ես այդպես եմ պատկերացնում եւ սա շատ հետաքրքիր այն առումով, որ նման բան ես չեմ հիշում մեր պատմության մեջ, չգիտեմ եղել են թե չէ նման դեպքեր, նույնիսկ հայոց պատմության դասագրքերի ճիշտ ասած չեմ հիշում, բայց չեմ էլ կարող բացառել, հնարավոր է նման դեպքեր մենք ունեցել ենք։ Բայց մեկ շատ կարևոր բան ասեմ, որ մեր հայ առաքելական եկեղեցին եւ մեր պետությունը պարտադիր է որ սինխրոն գործեն եւ ուրիշ երկրների հատուկ ծառայություններ, տարբեր կոմպրոմատներ չունենան մեր հոգևորականների, սրբազանների վրա եւ դրանով իսկ չկարողանան ղեկավարել մեր եկեղեցին եւ մեր եկեղեցու միջոցով չկարողանան ղեկավարել մեր ժողովուրդը եւ մեր պետությունը, այսինքն օտարները չկարողանան ղեկավարել։ Դա է ամենակարևորը։ Ասեմ նույնիսկ ավելին, դեռ 25 տարի առաջ, երբ որ ես ավելի պատանի հասակում էի, երիտասարդ հասակում էի եւ կրկին փորձում էի իմ հնարավորությունների չափով ուսումնասիրել հայոց պատմությունը, այդ ժամանակվանից պարզ էր հստակ էր դարձել, թե ինչ մեծ կարևորություն է ունեցել օտարների համար մեր հայ առաքելական եկեղեցին, որի միջոցով իրենք միշտ կարողացել են ազդել մեր ժողովրդի վրա։ Հիմա 21-րդ դարում եկեղեցու ազդեցությունը շատ լուրջ ձևով նվազել է, բայց այնուամենայնիվ այդ ձև օտարները որպես ցավոք սերտի գործիք փորձում են օգտագործել օտարները մեր հայ առաքելական եկեղեցին։ Եվ հիմա ավելի ես հասկացել իրավիճակը, հիբրիդային պատերազմներ, տարբեր հնարքներ, կարող է ուլտրա սուտի ազգայնական հայտարարություններ նույնիսկ հնչեն հոգևորականներից, բայց դա սպասարկեն դրանով սպասարկեն օտարի շահերը, կոնկրետ կոնֆլիկտներ առաջացնեն, կարող է ճիշտ հակառակը, երբ որ պետք է խոսել եւ արտահայտվել, սինխրոն աշխատել ԱԳՆ-ի հետ, երբ որ պետք է դա չի արվում, այսինքն մենք ունենք եւ ունեցել ենք բավականին լուրջ խնդիրներ կապված եկեղեցու հետ եւ հիմա այդ հարցի լուծումը ես որքան հասկանում եմ փորձելու է տալ Նիկոլ Փաշինյանը, թե որքանով իր հնարավորությունները կբավարարեն կամ չեն բավարարվի, դա կախված է մեր հասարակությունից, մեր ժողովրդից եւ մեր հանրությունից, բայց ես կարծում եմ, որ եկեղեցուն պետք է տեղի ունենան շատ լուրջ բարեփոխումներ, համեստությունը հոգևորականների մեջ պետք է լինի առաջին տեղում, հավատքը եւ սեփական ազգի հանդեպ, ժողովրդի հանդեպ նվիրվածությունը եւ ոչ պետք է ասվի օտարամոլությանը եւ օտարները չպետք է ունենան կոմպրոմատներ մեր եկեղեցականների, հոգևորականների վրա։ Չափազանց կարևոր է սա սիրելի հայրենակիցներ, իսկ կուսակրոնության ուխտը կրոնական իմաստով առաջնային է, շատ կարևոր է առաջնային է, բայց ազգային տեսանկյունից դա իմ համար առաջնային չէ, բայց քանի որ մենք խոսում ենք կոնկրետ եկեղեցու մասին, քանի որ մենք խոսում ենք կոնկրետ հավատքի մասին, Քրիստոսի եկեղեցու մասին, ապա այն եւս չափազանց կարևոր է։ Այսինքն, եթե հոգևորականը խախտել է սրբազանը կուսակրոնության ուխտը, նրա վրա բազմաթիվ կոմպրոմատներ կարող է լինեն եւ ընդհանրապես ինքն էլ արդեն չունի իր մեջ հավատ, քանի որ գիտե, որ ինքը խախտել է այդ կուսակրոնության ուխտը եւ չի կարող հետեւաբար Աստծուն հավատալ։ Գիտեք, ինչ է գրված ավետարանի մեջ, չեմ կարծում, որ ավետարանը արժի ցիտել, բայց նման մեղք գործած քահանան, այն էլ քահանան, ոչ թե հասարակ մահկանացուն հաստատ գիտե, որ ինքը չի կարող լինել դրախտի բաժին, ճիշտ է, կարելի է այստեղ ասել մեղա Աստծուն մենք չենք դատավորը, բայց ամեն դեպքում սիրելի հայրենակիցներ, այդպիսի մարդիկ արդեն իրենց մեջ չեն ունենալու հավատ։ Իսկ եթե հավատ չունես եւ նույնիսկ թշնամական վերաբերմունք ես ունենում Աստծո նկատմամբ, դա եւս շատ լուրջ խնդիր է ստեղծում ժողովրդի եւ քո միջև։ Հույսով եմ հասկանում եք սիրելի հայրենակիցներ, ինչի մասին է խոսքը եւ հետեւաբար, ինչպես արդեն նշեցի, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններից ես կարող եմ մեկ բան վստահ ասել, որ գործընթացը կոնկրետ մեկնարկել է։ Հիմա անցնենք մնացած կարևոր հարցերի քննարկմանը, քանի որ այսօր էլի հարցեր ունենք քննարկելու, միայն
եկեղեցուն վերաբերող հարցերը չէ, վերջերս շեղվել ենք քաղաքական հարցերի քննարկումից, եկեղեցու հարցերն ենք քննարկում, բայց դա մեզանից անբաժան է, քանի որ չափազանց կարևոր հարց է։ Մնացածի մասին կարող եմ ասել այն, որ Արարատ Միրզոյանը գտնվում էր Ֆրանսիայում եւ այնտեղ հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարարի հետ եւ նա նշել է, որ ուրախ եմ տեսնել իմ լավ գործընկերոջ Ֆրանսիայի արտգործնախարարին, գիտեք, ջերմ հարաբերություններ են ձևավորվել Ֆրանսիայի արտգործնախարարի եւ Հայաստանի արտգործնախարարի միջեւ բնականաբար շատ լավ է։ Հայաստանի մասով կարող եմ ասել, որ Հնդկաստանից կարևոր պատվիրակություն կա Հայաստանի պաշտպանության նախարարությունում Հնդկաստանի գեներալ-մայորներից մեկն է գտնվում Հայաստանում, որը որ ներկայացնում է պաշտպանական կոլեջներից մեկը Հնդկաստանի եւ հունիսի 9-ից 13-ը լինելու է Հայաստանում։ Հայաստանին է վերաբերվում նաեւ այն, որ Ադրբեջանը եւ Թուրքիան Նախիջևանում կրկին զորավարժություններ են անցկացնում, սերելի հայրենակիցներ, կարծես թե ամիսը 1 հաճախականությամբ սկսել են անցկացնել զորավարժություններ, ինչը եւս շատ բանի մասի է խոսում։ Կրկին հիշեցնեմ այդ ինքնաթիռների գնման ծրագրի մասին, Պակիստանից 40 ինքնաթիռներ, ես ուղղակի մտածում էի, թե ինչու է Ադրբեջանը ձեռք բերում այդ ինքնաթիռները, 40 թիվը բավականին մեծ թիվ է եւ նույնիսկ Հայաստանի դեմ պատերազմ մղելու առումով եւ մեկ բան է բարձվում, փաստացի, որ ոչ միայն Հայաստանի դեմ հնարավոր պատերազմին է պատրաստվում Ադրբեջանը, այլ նաև դրանով փորձում է ամրացնել իր ինքնիշխանությունը, քանի որ տեսնում է նաև սպառնալիք հյուսիսից։ Եվ այդ ինքնաթիռների գնումը ոչ թե միայն մեր դեմ է ուղղված, բայց մենք միայն մերը պետք է տեսնենք, բնականաբար պետք է տեսնենք ու շատ գոն լինենք, բայց նաև պետք է հասկանանք, որ Ադրբեջանը պատրաստվում է պահել իր ինքնիշխանությունը, քանի որ տեսնում է, որ Ուկրաինայում կարող է իրավիճակը ավելի վատ թարանալ եւ տարիներ անց կարող է հարավային Կովկասը եւս Ռուսաստանը ցանկանա ուժով գրավել։ Եվ դրա համար ես կարծում եմ, որ Ալիևը հիմա ամեն ինչ անելու է, որպեսզի ամրապնդի իր ինքնիշխանությունը։ Ցանկացած նորմալ երկիր հիմա փորձելու է ամրապնդել ինքնիշխանությունը։ Հիմա տեսեք Ղազախստանի օրինակով, Ղազախստանում լուրջ փոփոխություններ են ընթանում, եթե մեկը չգիտի ասեմ, նախ Եվրամիության հետ շատ լուրջ մերձեցում է տեղի ունենում Ղազախստանի եւ Եվրամիության միջեւ եւ ոչ միայն Ղազախստանի, այդ մասին մենք խոսել ենք, բայց կոնկրետ Ղազախստանը հետաքրքիր քայլեր է անում։ Չինաստանի հետ հիմա փաստացի արդեն որոշումը շատ մոտ է, որոշում են կայացնելու, որ ատոմային այգ կառուցեն Ղազախստանում, այնինչ Ռուսաստանն էր կառուցելու, փաստացի Ղազախստանը մերժում է Ռուսաստանին եւ Չինաստանն է ատոմային էլեկտրակայանը կառուցելու, եւ սա շատ հետաքրքիր եւ կարեւոր տեղեկություն է։ Դրանից բացի ՆԱՏՕ-ի հետ է ընդլայնում Ղազախստանը իր համագործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ նոր պայմանագրեր են կնքվել մայիսի վերջ, հունիսի սկիզբ, ավելի շուտ մայիսի վերջը կարծեմ, որով որ Ղազախստանը ՆԱՏՕ-ի շրջանակներում եւ նաեւ առանձին Մեծ Բրիտանիայի հետ խորացնում է հարաբերությունները, իսկ հիմա նախարարների փոփոխություն է տեղի ունենում, ուժային նախարարների պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, այսինքն Ղազախստանում բավականին լուրջ գործընթացներ են հիմա մեկնարկ առել եւ Ղազախստանը անում է ամեն ինչ, որպեսզի ամրապնդի իր ինքնիշխանությունը, քանի որ Ղազախստանը եւս հասկանում է, որ հաջորդը ինքը կարող է լինել արդեն Ուկրաինայից հետո։ Այսպես եթե խոսում եմ, մի վրթովեք, մենք չգիտենք ինչ լինելու Ուկրաինայի հետ, Ուկրաինան կարող է նաեւ հաղթանակած դուրս գալ։ Ինչայլոց երեք մեր հետևորդներից մեկը գրել էր, թե ինչու եք ներկայացնում այն լուրերը, թե Ռուսաստանը որոշակի առաջընթաց ունի եւ չեք ներկայացնում այն, որ Կուրսկի հատվածում որոշ առաջընթաց է ունեցել ուկրաինական զորքը։ Գիտեք, ես փորձում եմ հիմնվել հիմնականում պաշտոնական ստուգվածտավյալների վրա եւ Ռուսաստանի առաջխաղացումը համեմատաբար ավելի զգայուն է եղել, քան թե ուկրաինացիների առաջխաղացումը։ Այդ օդում իրավիճակը փոխվում է, օրինակի համար այսօր եւս Մոսկվայի օդանավակայանները չեն գործել, այնտեղ այդ Գորգ օպերացիան է կրկին մեկնարկել, որով որ բոլոր ինքնաթիռները իջեցվում են եւ խնդիր է։ Ինքն չեն կարող օգտագործել նույնիսկ ինքնաթիռներ Ռուսաստանում եւ օդի մասով Ռուսաստանի առավելությունը կարծես թե կորչում է։ Երեք
Նաև տեղեկություն կար, որ Ուկրաինան կարողացել է խփել 2 ինքնաթիռ եւս։ Ճիշտն ասած, ժամանակ չեղավ, որ ավելի մանրամասն ուսումնասիրեի եւ ստուգեի, բայց այդպիսի տեղեկություն աչքովս ընկավ, որ 2 ինքնաթիռ եւս խոցել է Ուկրաինան։ Դրանց բացի բազմաթիվ ռազմական օբյեկտների, նավթի օբյեկտների տարբեր տեղեր, տարբեր քաղաքներում Ռուսաստանի տարածքում Ուկրաինան կարողացել հարվածել, նույնիսկ հարվածել այնպիսի գործարանի, որը որ տարբեր տուրբիններ էր արտադրում եւ անօդաչու սարքերի համար այլ դետալներ, հաստատի Ուկրաինան կարողանում է այդպիսի լուրջ գործողություններ իրականացնել Ռուսաստանի տարածքում, բայց ինչ վերաբերվում է կոնկրետ հողի վրա, Ռուսաստանը 3-4 անգամ ավել զոհեր տալով կարողանում է փոքր հաջողություններ գրանցել առաջ խաղացում ապահովել երբեմն մի քանի 100 մետր, երբեմն մի քանի կիլոմետր, եթե օբյեկտիվ լինենք, դա մեծ հաշվով կարող է եւ շատ լուրջ խնդիրներ չի լուծում եւ հակառակ ավելի հյուծում ռուսական բանակը, բայց քանի որ հիմա ամռան շրջան է, Ռուսաստանը փորձում է օգտվել այդ առիթից եւ ակտիվ գրոհում է եւ ունի թեթև որոշակի առաջընթաց, եթե լինենք օբյեկտիվ։ Նրանց բացի խնդիրներ է ստեղծում այն փաստը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային հասանելիք բաժինը, կարծես թե հրթիռների մասին էր խոսքը, ուղարկել է ոչ թե Ուկրաինա, դա Բայդենի օրոք էր ինչ այլոց հաստատվել այդ ռազմական օգնությունը Ուկրաինայի համար եւ ուղարկում է այդ զենքերը Մերձավոր Արևելք։ Բայց այստեղ հետաքրքիր է, որ Իսրայելը իր հերթին Ուկրաինային է փոխանցել Patriot համակարգեր։ Սա եւս շատ հետաքրքիր տեղեկություն է։ 3 հետաքրքիր հայտարարություն է արել Վլադիմիր Մեդինսկին, Ռուսաստանի նախագահի օգնականը, նա համեմատել է այն, ինչ տեղի ունենում հիմա Ուկրաինայում Ղարաբաղի հետ եւ ասում է, որ պետք է անպայման խաղաղության պայմանագիր կնքվի Ուկրաինայի հետ, հակառակ պարագայում դա կլինի այն, ինչ եղավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, որը որ վիճելի տարածք էր Ղարաբաղի տարածքը, եւ եթե խաղաղության պայմանագիր չլինի, նրա խոսքով դա կլինի հսկայական Ղարաբաղ։ Ու նրա խոսքերով Մոսկվան չի ցանկանում տեսնել հսկա Ղարաբաղ, որը որ ոչ մեկի կողմից չի ճանաչվել, որի պատճառով կարող է բռնկել միջուկային պատերազմ։ Դրան արձագանքել է արդեն Ադրբեջանի արտգործնախարարությունը, ասելով, որ դա վիճելի տարածքի հարց չէր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, մեկ-մեկ նաեւ Ադրբեջանի արտգործնախարարությունն է իրեն հակասում այդպիսի հայտարարություններ անելով, բայց այստեղ ինչն է կարևորը մեզ համար։ Հաստատի ինչ է ասում Մեդինսկին։ Իրանք տեսան, ոչ թե տեսան, այլ իրենք արեցին այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, Արցախի դեմ, հիմա իրենք հասկանում են, որ ֆինանսական առումով արևմուտքը շատ ավելի հզոր է եւ դրանից բացի տեխնոլոգիական առումով արևմուտքը շատ ավելի հզոր է։ Եթե այս ձև կանգնեցվի պատերազմը, Ուկրաինան կարող է տարիներ անց այն աստիճանի զինվել, որ Ռուսաստանի Դաշնությունը չկարողանա պահել այդ տարածքները։ Փաստացի դա է ասում Մեդինսկին, ուզում եք դուք էլ գտեք եւ ընթերցեք, չես արդեն նշեցի, եւ այդ ժամանակ արդեն Ռուսաստանը ստիպված է լինելու, քանի որ պարտվելու է օգտագործել միջուկային զենք։ Բայց համեմատությունը չգիտեմ որքանով տեղիներ Ղարաբաղի հետ, կլիներ ուղղակի այդ ժամանակ իրեն հարց տար, թե Ղարաբաղի հետ ինչի այդ ամենը պատահեց, ով էր մեղավոր։ Ռուսաստանը որևիցե մասնակցություն ունեցել է այդ օպերացիայի մեջ, թե ոչ։ Երեք մենք խոսել ենք այն մասին, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ է հայտարարությամբ հանդես եկել, ասել է, որ մոտակա 5 տարիների ընթացքում շատ ռեալ է, որ ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվի Ռուսաստանի Դաշնությունը, եւ այս առումով հետաքրքիր շատ հայտարարություն է արել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, նա ասում է, որ Ռուսաստանը չափազանց թույլ է, որ կարողանա հարձակվել ՆԱՏՕ-ի կամ Եվրոպայի վրա, եւ Օրբանի խոսքերով նույնիսկ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող հաղթանակ տանել։ Հիմա սա խոստովանություն էր, թե ինչ չեմ կարող ասել, բայց շատ հետաքրքիր հայտարարություն էր ամեն դեպքում։ Ինչ վերաբերվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցողին, այդ մասին եւս տեղյակ սիրելի հայրենակիցներ, Կալիֆոռնիայում շատ բարդ իրավիճակ է, հատկապես մեր հայաշատ Լոս Անջելեսում անկարգություններ են
ներքին զորքեր են մտցրել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, գվարդիան է օգտագործում ցուցարարների դեմ պայքարի համար եւ այդ ընթացքում շատ լուրջ ցրվել են Կալիֆոռնիայի նահանգապետի եւ նրա միջև հարաբերությունները։ Կալիֆոռնիայի նահանգապետը ասում է, որ անօրեն ձևով է Թրամփը գործում եւ իրավունք չուներ ներխուժել Կալիֆոռնիա եւ դատի է տվել նրան, նույնիսկ ասել է ինչ ուզում եք ինձ էլ ձերբակալեք, հենց բացի արվել են հարաբերությունները ծայրաստիճան Լոս Անջելեսի քաղաքապետի եւ Թրամփի միջև, այսինքն շատ լուրջ, դժվար եւ բարդ իրավիճակի հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Թրամփը նույնիսկ հայտարարում է եւ այդ մասին խոսում է նաեւ բանակը, որ արտաքին ներթափանցում է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ դրա համար օգտագործում են կոնկրետ, ինչպես արդեն նշեցի, ներքին զինված ուժերը, բայց պաշտպանության նախարարը ասում է, որ հատուկ ջոկատայինները եւս պատրաստ են, որպեսզի անցնեն մաքրելուն Կալիֆոռնիան եւ Լոս Անջելեսը ամբողջ քաղաքը։ Այդպիսի բարդ փաստացի իրավիճակի նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս պայդրությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ կրկին լայքերի համար, բաժանորդագրվեք, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին, ցտեսություն, կհանդիպենք։